Շարունակում է Սելի հեռուստադիտողներ, ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր, Պարարվեստի գործիչների միության գործունեության առկա խնդիրներին ու հնարավոր լուծումների մասին կզրուցենք մեր հյուրի հետ։ Հուսանք խնդիրները քիչ կլինեն, Վանուշ Խանամիրյանի անվան Պարարվեստի գործիչների միության նախագահ Գագիկ Մխիթարյանն է մեր հյուրը, բարի լույս։ Բարև ձեզ, Երբ 1 տարի առաջ էինք հանդիպել։ Այո, նորից նույն օրը։ Նույն ժամին, նույն տեղում։ Նույն տեղին։ Շատ հաճելի է։ Շնորհավորում ենք, իհարկե, սկսենք հաջողություններից, հետո վատ թեմաներին կանդրադառնանք։ Համեցեք։ Ինչ է տեղի ունենում։ Այս մի տարվա մեջ Նորություններ, այո։ Նորություններ բավական շատ ունենք, բարեբախտաբար։ Նախ առաջինը այս տարի լրանում է մեր միության ստեղծման 25 տարին։ Դա շատ լավ, շատ հետաքրքիր մեզ համար օր է եւ տարեթիվ է եւ մենք ամբողջ տարի նվիրել ենք այս 25-ամյակին բոլոր միջոցառումների միության Հայաստանում թե Հայաստանի սահմաններից դուրս 25-ամյակին է նվիրված մեր միության։ Եվ այդ թեմայով վերջերս հունվարի 26-ին Լոս Անջելեսում կայացավ հայկական պարախմբերի փառատոն, որի կազմակերպիչը ձեր խոնարհցարան էր, եւ անկախ նրանից այնտեղ ինչ կատարվեց բնական արհավիրքը, որ խանգարեց, բայց եւ այնպես ամեն գնով կայացավ այդ փառատոնը, որ երկար ժամանակ չէր կայացել հայկական պարախմբերի համատեղ մի այդպիսի գեղեցիկ այս թեմայով մենք ունեցանք լավ փառատոն եւ նույնիսկ քաղաքապետը ներկա էր եւ շնորհավորեց եւ պարգևեց եւ շնորհակալ եղան, որ այդ օրերին գեղեցիկ մաքուր մշակութային եւ տրամադրող ժողովրդին մի լավ մեծ միջոցառում էր, որը տևեց մի քանի ժամ։ Իդեպ նաեւ այդ միջոցառմանը մասնակցելու համար եկել էր նաեւ Ավստրալիայի Մելբուրն քաղաքի հայկական պարախումբ, հենց մասնակցելու դրան եւ շատ հաճելի լավ երևույթ էր այդ միջոցառումը, որը դրական իմպուլս տվեց եւ տեղի ժողովրդին հայերին եւ մեր Հայաստանի մեր գոլեգաներին։ Պարողները շատ են, մեծ էր միջոցառումը։ Մեծ էր միջոցառումը, մոտավորապես 12 պարախումբ, որ տարբեր տարիքի, տարբեր մասնագիտական որակավորման մասնակցում էին, սկսած, ասենք, 7 տարեկանից մինչև 30 տարեկան, ասեմ, հավելին Ավստրալիայի խմբից հույն տղամարդել էր պարում, որը 45 տարեկան էր, ազգությամբ հույն, որը 10 տարի այդ խմբում պարում է, շատ հետաքրքիր երևույթ էր։ Եվ վերադառնալով Հայաստան, մենք մեր միջոցառումների խտությունը այնքան շատ է, որ նույնիսկ մեր այս պարարվեստի տոնի արդիվ մենք մայիսի 9 եւ 11-ին առավոտվա 10-ից երեկոյան ժամը 10-ը դեռ պետք է տոնենք մեր միության հետ կապված այս պարարվեստի տոնը բոլոր խմբերը, այդ թվում նաեւ Ռուսաստանից եւ Վրաստանից խմբեր են գալու մասնակցեն մեր այդ մեծ միջոցառմանը։ Էլ ինչ կարող եմ ասել, այսօր երեկոյան ժամը 5:45 Հանրապետության հրապարակում կայանալու է Պարարվեստի միջազգային օրվա արդիվ մեծ ֆլեշմոբ, որը նախարարությունը վստահել է մեզ եւ ես պիտի այստեղից հետո վազեմ այնտեղ տեսնենք մոտավորապես 22-23 պարախումբ է մասնակցում, չնայած որ այս տոնը որքան էլ որ զարմանալի է լավ կողմով, ամբողջ Հայաստանում տոնում են, ոչ միայն նախարարությունները, այլև բոլոր համայնքները նախարարության հրահանգով մեծ սիրով համայնքապետերը, մարզպետերը տրամադրում են ամեն ինչ եւ զարմանալի նորից պիտի ասեմ ուրախանալի է, որ այդքան շատ մասնակից կան պարախմբերում, այդքան շատ, այսինքն պարը սիրված է ժողովրդի կողմից։ Ես դա զգացել եմ շատ տարիներ առաջ, Սփյուռքում էր ամենասիրված ժանրը մշակույթի դա պարն է, ամենաժողովրդային ժանրը դա պարարվեստն է։ Ուղղակի ուրիշ հարց, որ մենք վերջում կանրադառնանք բարի այդ թե ինչ են պարում, թե ինչ են պարում, թե ինչու են այդպես պարում, հա, բայց սիրված է եւ դրանից օգտվել պիտի օգտվի մեր պետական այրերը, մեր պետությունը պիտի դա օգտագործի դրական իմաստով այդ ժողովրդի այդ սերը բարի հանդեպ լավ ուշադրություն դարձնի պարարվեստին պետականորեն, ինչպես որ անում է մեր հյուսիսային հարևանը անունը չտամ գովաց չթվա։
Դե հա, գովազ թվա, չթվա, մենք բոլորս գիտենք թե ինչ են անում։ Քանի որ խոսեցիք ֆլեշ մոբի True Հանրապետության հրապարակից, օրեր առաջ Կասկադում են ինչ-որ տեղի ունեցավ այն գեղեցկությունը, որը ինձ տպավորել էր, դուք ձեր մասնակցությունը ունեիք այնտեղ։ Ոչ, մենք չունենք, որտեղ մենք այստեղ ենք, այդեն բաժանված էր։ Հասկացա, բայց լավ էր մասնագետի աչքով։ Գիտեք, երկու կողմ կար այդ միջոցառմանը, որը շատ առաջին հերթին շատ տպավորիչ էր, շատ գեղեցիկ էր, շատ մասսայական էր։ Դե մեզ է դա պետք։ Հա, էդ է պետք։ Բարից բան չհասկացող մարդկանց։ Բայց կարծես դա ֆոտոնկարի պես մի բան էր, ասինքն կարծես դա վիդեոյով, ֆոտոյով նկարելու եւ պետք եղած ժամանակ Հայաստանը գովազդելու ժամանակ այդ կադրը ցույց տան շատ տպավորիչ է։ Տարազներ, բավական շատ քանակ երեխաներ, 1900 հոգի մասնակից է եղել։ Փառք ու պատիվ կազմակերպիչներին։ Ուղղակի այդտեղ պարային բան չկար, այդտեղ պարզապես ես դա հասկացել եմ, բայց քանի որ մենք գովազդելու ու այդ գեղեցիկ տեսարանը որովհետև իրոք ես շատ տպավորված էի, այո, արժի նման բաներ անել, մանավանդ Կասկադում շատ սիրուն էր, դա ինքը ամեն դեպքում հարգերով է, ու որ խոսեցիք հրապարակից, հրապարակում այդ ֆլեշ մոբն է շատ գեղեցիկ, իհարկե շատ գեղեցիկ կլինի, որովհետև նախ եւ առաջ մեր հրապարակը աշխարհի լավագույն ու ամենագեղեցիկ հրապարակներից է, ես չեմ ասում, դա ստատիստիկան է ասում։ Համաձայն։ 10 լավագույն հրապարակների մեջ է մտնում Երևանի հրապարակը աշխարհի։ Մի տեղ Անուշիկ, դա լավ նորություն է, մեր կյանքում նաև կան լավ բաներ։ Ինչ է լինելու։ Ինչքան մարդկանց քանակությունը շատ է լինելու։ Այստեղ հիմքը դրված էր, նախարարությունը մենք մի քանի անգամ հանդիպել ենք, միայն հրապարակում չէ, այդ պահին այդ ժամին 4-5 տեղ քաղաքի կարևոր հիմնական նպատակը ժողովրդին, այդտեղ գտնվող այդ պահին ժողովրդին, թե ծնողներ կլինեն, թե քայլողներ կլինեն, թե տուրիստ կլինի, նրանց ներքաշել եւ սովորեցնել մեր համահայկական եւ Պարկասու ՅՈՒՆԵՍԿՕ-ով ընդունված Քոչարի պարը։ Քոչարին սովորացնել իրենց։ Եվ Քոչարի երաժշտությունները պատրաստված են, արդեն բոլորին տրված է, բաժանված է եւ որպեսզի շատ ձանձրալի չլինի, ես առաջարկեցի նաեւ դրան կցել նաեւ վերվերին, որտեղ 45-50 րոպե Քոչարի անդադ շարժել, դա մազոխիզմ կլինի տուրիստների համար, կամ չգիտեմ, ով որ նոր պիտի Պարիզ սովորի, որտեղ վերվերին ինչու համար եւ ընդունվեց իհարկե այդ առաջարկս, վերվերին ամենահայկական, ամենապարզ ամենապրիմիտիվ եւ ցեցեւ երևացող գեղեցիկ ավանդական պարերից մեկն է վերվերին, որ ամեն մարդ կարող է շուտ սովորել։ Եվ դրա համար եւ վերվերի եւ Քոչարի հայկական ամենատարածված պարերից են, որոնք կարելի են ընկալել եւ ոչ պարող եւ ոչ հայ ազգությամբ որևէ մեկի։ Որ հատվածում է լինելու հրապարակը։ Հենց բանի հրապարակի ոչ գորգի շատրվանների դիմացի այդ մեծ լայ տարածք։ Այդ էլ այդպես։ Ուրիշ մենք ունենք նաև միության պարախումբ պարուսույցների վետերանների, այսպես ասած, որոնք կարիքի դեպքում միշտ գալիս են օգնության։ Գրուպա պատյաշ։ Որպես հատուկ ջոկատային, պարային ջոկատային տարազը բանում են ամեն ինչ, մի անգամից գալիս են մեջտեղ, պետք եղավ իրանք էլ այնտեղ կանած են լինելու։ Դե դու պրոբլեմներից հարցրդ։ Չասկսենք վատ նորություններից, հա։ Լավ նորությունը իսկապես դա է, որ մեր իդեպ մեր պրոֆեսիոնալ պարախմբերը, որոնք որ միշտ մեր նշանակետում են, միշտ նրանց թերությունները ուզում ենք փնտրենք, առավելություն եւ այլն, իրենք նոր շենք ունեն, երևի գիտեք դա, վերջապես մեր 3 պրոֆեսիոնալ պարախմբերը նոր շենք ունեն, մի տեղ են պարապում, դա իհարկե իմ կողմից չէ, որ ես պետք է դա ասեմ, ընդհանրապես պարարվեստի աշխարհից։ 3 պրոֆեսիոնալ, այսինքն Պարի պետականը, բարեկամությունը, եւ երկի Պարի պետականը, վերջապես ինձ համար դա շատ հաճելի եւ մեծ նորություն էր։ Բոլորը մի հարգի տակ եւ բոլորը համարաշ տևով ամեն հարկում մեկը հրաշալի։ Սա ընդհանրապես 1-2 ամսվա նորություն է։ Հնարավորությունները լավն է։ Այո, այո։
Տեղափոխվել են այնտեղ եւ բոլորը շատ հետաքրքիր է եւ շատ հաճելի նորություն է։ Ելի նորություններ է սպասում առաջիկայում, ես չգիտեմ դա կլինի ինչպիսին ինչ որակավորման, բայց պետական խմբերի հետ նորություններ են առաջիկայում սպասում։ Ես իրանք չունեմ դրա մասին ավելին ասել։ Ինչա՞ մի տեսակ սկսել է կառավարությունը բարին ուշադրություն դարձնել, թե չէ։ Ուզում է, բայց գիտեք ինչ, նորից եմ կրկնում, հիմա չէ որ այդպես է երկար տարիներ մշակույթի նախարարությունը պարարվեստի ուղղությամբ ոչ մեկ հոգի աշխատող չի պահել։ Բայց ինչի՞ մենակ պարարվեստի։ Հետաքրքիր է, ամեն ժանրից մի հատ կա, բայց պարարվեստը որ ամենամեծ քանակով ամենաժողովրդային ժանրն է, աշխատակից չունեն, երբ որ պետք է լինում ասենք այսպիսի առիթներով մի որևէ աշխատակցին ասում են դու ես ամիս զբաղվիր դրանով, հույսամ ես մեր նոր փոխնախարարը մշակույթի գծով Դանիել Դանիելյանը այդ հարցով կզբաղվի, որ հակված է։ Իմ մի քանի հանդիպումներից զգացել եմ, որ ինչ որ ուզում է, որ լավ բան, նոր բան լինի, լավ բան լինի, որտեղ միշտ էլ բոլորս գիտենք իշխանությունների կողմից չգիտես ինչու պարարվեստին ժողովրդական լեզվով ասած մատների արանքով են նայում, որ չնայած մեծ բանակ է։ Եթե պարարվեստի մասնակիցները ամբողջ մարզերով Երևանում ոտքի կանեն, բոլոր բացի հանրակրթական դպրոցներից բոլորի վրայով կանցնեն, ասած։ Այդ քանակը պետք է ժողովուրդը դա վտանգավոր է եւ լավ իմաստով վտանգավոր լավ է եւ վատ իմաստով վտանգավոր է։ Այդ մեծ բանակը որ ուզենա կփչացնի ամբողջ պարարվեստը։ Ունենք 100,000 պարող։ Այո։ Հա չէ։ Մի քիչ, բայց Հայաստանի բնակչության համար դա մեծ բանակ է։ Եվ ցավոք կողմը քիչ ավելի ուշ կասեմ, հա, որ այնտեղ հիմնականում դե բառս կիսա չմնա, հիմնականում աղջիկներ են մասնակիցները։ 10-ից 9 աղջիկ է մասնակիցները, դու կարող եք այդ բանը զգալ նաև այդ ֆլեշմոբի ժամանակ կասկադի մեջ դժբախտաբար այդ պահը կա։ Ինչու է պայմանավորված։ Պայմանավորված է շատ լուրջ խանգարող հանգամանքներով, որ նախ ժողովրդի մեջ այդ նույն բանը ես զգացի Սփյուռքում։ Ես 2 ամսից ավել մնացի Կալիֆոռնիայում եւ բոլոր պարախմբերի հետ հանրությունից իդեպ Լոս Անջելեսում 35-ից 40 հայկական պարի ստուդիա կա, որը լուրջ մեծ թիվ է։ Եվ ամեն մի ստուդիայում 20-30-ից մինչև 300-400-500 Բայց պրոֆեսիոնալներ են դասավանդում, թե դասավանդողների մի մասը պրոֆեսիոնալներ են, այո, մյուս մասը շուկայական հարաբերություններ են։ Որովհետև սա էլ է մեծ պրոբլեմ։ Իհարկե, դա նաև Հայաստանում է մեծ պրոբլեմ։ Ես երեք մասնակցում էի Գեղարվեստական ինստիտուտ են ասում դեռ, բայց ինչու համալսարան չեն ասում, չգիտեմ, սովետությունը չկա, դեռ ինստիտուտ ասում են։ Նրանց հաշվետու տարաբերչան, այսպես ասած, համերգին հրավիրված էի եւ շատ հաճելի, շատ հետաքրքիր մակարդակ եւ որակ տեսա եւ աշակերտների կատարումը սաների ավելի ճիշտ եւ սաների բեմադրությունները։ Բայց մի բան ես քանի որ որպես միության նախագահ երևի ամենաշատը Հայաստանում ին վրա էր դրված մաս կազմել, որ բոլոր խմբերին ես ճանաչում եմ, տեսել եմ, որովհետև դա իմ գործից ելնելու է դա։ Ես պիտի բոլոր խմբերին ճանաչեմ, որը որ հնարավոր է եւ մեր միության եւ ոչ միության, տեսնեմ իրանց փառատոների ժամանակ, իրանց հաշվետու համերգների ժամանակ, թե ինչ որակ են։ Ուրիշները դրանով չեն զբաղվում։ Եվ զարմանալին է, որ շատ լավ բարձր մակարդակով, պրոֆեսիոնալ մակարդակով կրթություն են ստանում համալսարանում այդ թատերական եւ պարարվեստի գծով, լավ բեմադրություններ, լավ կատարում, դրանք հենց մտնում են առօրյա կյանք, մակարդակը սկսում է դանդաղ իջնել։ Հենց իրենց իսկ որպես եւ պարուսույց եւ որպես, չգիտեմ, մտածող, թե ինչ պիտի անենք, ես երեք այդ հարցը բարձրացի մի քանի հոգու, ասին, «Բայ, այդ շատ լուրջ ծավալուն հարց է»։ Ինչ պետք է անենք, որ եթե չբարձրացնեն, գոնե դա պահպանեն, ինչ որ ստանում են դասախոսներից, ինչ որ ստանում են համալսարանում հետ։ Շատ լավ բան են ստանում, բայց հենց հասնում են կյանքի ճանապարհին մտնում են, սկսում են դանդաղ իջնել եւ մակարդակը իջնում է ցած որակական եւ շատ իմաստով շուկայական հարաբերությունը, շատ հզոր սրիկա զենք է այդ շուկան։ Սարսափելի բան է։
եւ չգիտեմ դրա դեմ ինչպես պետք է արվի, բայց որոշակի առաջարկություններ ես բավական շատ ունեմ, շատ հարցերի, իդեպ նաեւ մեր նոր փոխնախարարի մշակույթի գծով իրեն էլ եմ առաջարկել են թեման դեռ մյուս անցած տարվանից, որ Հայաստանում մասնագիտական այս բացթողումները, մասնագիտական խնդիրները միտեղ բերելու համար հարկավոր է մի մեծ հանձնախումբ կազմել հանձնաժողով մի 10-15 հոգանոց եւ ամիսը 1-2 անգամ հավաքվենք նախարարության շենքի մեջ ժողովի, որ դրսում հասկանան, որ սա լուրջ պետությունը մեջ կա, լուրջ բան է, հանգարտ չասեն, թե հայկական ձևով այն մասնագետը ինձանից լավն է, որ այդ հանձնախումբի մեջ է, բայց որ տեսնեն նախարարության շենքի մեջ չեն դուրս գալիս ներս մտնում, լրջություն կտան այդ բանին, մեր հայ ժողովրդի մեջ կա այդ մոտեցումը եւ բավական շատ հարցեր լուծում կստանան այդ ձևով։ Ուղղակի առայժմ դեռ չի կազմակերպվում այդ հանձնաժողովի ստեղծումը, ինչպես որ հանրային խորհուրդ ստեղծվեց, օրինակ, վերջերս հանրային խորհուրդ ստեղծվեց, ես մեկ-մեկ քաղաքականությանը հետևում եմ, ստեղծվեց շատ լավ բան է։ Հիմա հանրային խորհուրդն է մեզ էլ թող լինի հանրային պարարվեստի հանձնախումբ, թե ինչ, որովհետև մեծ քանակ է, մեծ ուժ է, մեծ վտանգ է, կամ մշակույթը հայկական բարի փչացնել, կամ պահպանել, կամ էլ առաջ տանել։ Այս երեք մակարդակի վրա պետք է մենք հասկանանք, որով պետք է անենք։ Իսկ դրա համար լուրջ ուշադրություն է պետք։ Արդեն պետական խմբերի աշխատավարձը ցածր է։ Դրա պատճառով շատ մոտիվացիա չկա։ Մի քանի ամիս առաջ ես ռեստորանում տեսա պետական անսամբլի մենապարողը։ Այո։ Դե հարսանիքների ու միջոցառումների ժամանակ գալիս են, այո։ Դե չեմ ասում, որ երբեմն պատահում է հարսանիքների միջոցառումին փողոցում են ստիպված հարսանիքի պատվեր։ Այս բաները պետք է մենք պիտի ունենանք ազգային արժանապատվության զգացում, պիտի կարողանանք, ախր շատ չեն դրանք, ասենք մի 20, 30, 40, 50 պարող են պետության համար։ Ես նախանձում եմ Գագիկ Ծառուկյանին, նախանձում եմ։ Ինչու պարարվեստում մի Գագիկ Ծառուկյան չկա։ Ինչու տիրություն անող չկա։ Լավ, պետությունը չի կարողանում, թող իշխանությունների մակարդակով գտնեն բարերար։ Բայց ազգայինը պահելու պարտավորությունները պետության վրա են։ Իհարկե, իհարկե։ Իդեպ ես մի առաջարկություններից ես վերջերս որ մնացի Կալիֆոռնիայում մի բան առաջացավ մտքովս, մեր մասնագիտությամբ Լոս Անջելեսում բավական ֆինանսապես լավ կայացած կադրեր ունենք, որոնք այստեղից գնացած պարողներ են, այստեղ սովորած, այստեղ կրթված, այստեղ կայացած պրոֆեսիոնալներ։ Ես պետք է առաջարկեմ թող Սփյուռքում ընդհանրապես բոլոր պարուսիչները, որոնք լավ վիճակում են, կամ որոնք ամսական իրենց եկամուտից 1-2% ուղարկեն մեր պետական անսամբլներին, որպես, չգիտեմ ինչ ասեմ, պարգևավճար թե ինչ, դիրություն անենք մեր երկրի։ Պարգևավճարի առումով էլի մեծապատիվ մուրացկաններ։ Դե ինչ անենք։ Պարգևավճարի հետ կապված վարպետները կառավարությունում են նստած, ոչ մեկ չի կարող մտած պարգևավճար տա։ Ամբողջ խնդիրը նրանում է, մենք մի քիչ խոսում ենք հետևանքների մասին, բայց եկեք հասկանանք, արդյոք մենք ուզում ենք այդ մշակույթը պահել, որովհետև դուք ասում եք այ որ սենց անեն, սենց կլինի, բայց մշակույթ ուզում ենք քանդել։ Այն ինչ որ դուք ասում եք, դա պահելու մասին է։ Իսկ մենք գիտենք, որ ուզում ենք քանդել եւ արժեքները, իսկ արժեքները նաեւ մեր մշակութային առանձնահատկություններն են ազգային, որոնք մեզ ձևավորում են։ Հիմա դուք ասում եք մի բան, որը լրիվ այլ հետաքրքրություն ունի այլ մարմինների կողմից։ Հետևաբար ես հասկանում եմ, որ անհատներ, որոնք միշտ փրկել են իրավիճակը, անհատների վրա հույս դնենք։ Դե հույսը դնում ենք, բայց ես կարծում եմ հենց էդ էլ է մեր պատմության մի մասը, որից մենք հետևություն չենք արել, որովհետև հենց այնպես չի գրվել ժամանակին մեծապատիվ մուրացկանները, ովքեր էին ի վերջո փող խնդրում, մանկավարժը, բժիշկը, ուսուցիչը, մշակութային գործիչը, դերասանը, ովքեր էին խնդրում, հա, ամենաուժեղ օղակը դարձել է ամենաթույլ օղակը։ Եվ ունից։ Իրականում եմ, որ ասում եմ, էլ չգիտես որտեղ անես, հիմա սպորտում անում են, 1000 տեղ անում են, ախր ի վերջո ազգայինը պահպանվում է եւ փրկվում է եւ աճում է, երբ ինքը միմիայն ունի պետական հովանավորություն։ Պետք է ստիպենք, որ մեխանիզմը աշխատի, չգիտեմ։ Պետք է ստիպել։
ուրիշ տարբերակ չկա։ Շատ լուրջ վիճակում պարային իմաստով, սկսած վերադառնամ տղաների հետ կապված, ինչու չեն գալիս տղաները։ Մի 25 տարի առաջ սկսվեց մի այնպիսի շարժում, որ պարը տղու համար չի, պարը սովորելը տղու համար չի։ Հա, քեփի ժամանակ, խնջույքի ժամանակ գինով ցած պարելը ոչինչ կարելի է ընդունել, բայց պարի գնալ սովորելու դա տղու համար չի, գեղեցիկ չի։ Այդ մի խանգարող հանգամանք, երկրորդ խանգարող հանգամանքը սպորտային որոշ ճյուղեր, անունը չտամ, բոլորս գիտենք, տղաներին տանում են այդտեղ, անունը դրված է ինքնապաշտպանության արվեստը մեծ տարրերով ագրվում, բայց դրանով են տղաները գնում, նույնիսկ էլ չեմ ասում, որ սկսել են ակշներ հաճախել, դա է տղաներին տանում շատ, մեկ էլ վերջին տարիներից ֆուտբոլը տանում է, լավ բան է եւ մեկը եւ մյուսը, բայց ոչ բարի հաշվին։ Ես միշտ սիրում եմ համեմատել, մեր ընդհանուր հեռու չգնամ, մեր հյուսային հարևանի հետ է, ֆուտբոլից շատ բարձր են։ Ամեն ինչից էլ տղերք ամեն ինչի մեջ էլ կան, բարի մեջ էլ փայլում են եւ աշխարհը գրավում են եւ առաջընկնելով ասեմ, որ բոլորս գիտենք, այս մայիսի 5-ին եւ 6-ին Վրաստանի բարի պետականը գալիս է այստեղ երկու համերգի, բայց տեսեք ինչ հետաքրքիր ցավոք սրտի շատ հետաքրքիր եւ վնասմեծ բան կա։ 2 ամիս առաջ այդ գովազդները դվեցին, որից ընդամենը մի քանի շաբաթ հետո տոմսերը վերջացավ։ Տոմսերի արժեքն է մոտավորապես 8000-ից մինչև 25000 դրամ։ Եվ կազմակերպիչները ուրախացան եւ դիմեցին անսամբլի ղեկավարությանը, որ հաջորդ օրն էլ բարեք, հաջորդ օրվանն էլ հիմա չէ, մի շաբաթ առաջ արդեն վերջացել են։ Հիմա հանդիսատեսը գալիս է վրացական ոչ թե աղջիկների պարը դիտելու, որ դիտելու բան չի, մեր աղջիկների պարը հրաշք է։ Բոլորն են ասում ոչ միայն հայերը։ Վրացականն է տղեկին։ Գալիս են տղեկին են նայում։ Լավ, հիմա այդ տղեկի պարը, այդ էմոցիոնալ, այդ կրակոտ պարերը, հիմա դրանք վայելա տղուն թե վայել չի։ Քանի անգամ ենք մենք մեր պետական անսամբլը, բարեկամությունը, դու քանի անգամ եք Վրաստանում համերգ ունեցել։ Վրաստանում սովորաբար գնում են ինքնագործ խմբերը փառատոների, բայց Վրաստանում մի 2 տարի առաջ հայկական ինչ-որ մի հոբելար էր, վրաց հայկական հոբելար էր, մեր պետական անսամբլը գնաց այնտեղ մեկ բաժին համերգ տվեց։ Ես իհարկե մի քիչ Չէ, այդ տեսակ համերգի մասին չէ խոսքը։ Այնոնց ոնց որ իրենք են իմանում։ Ոնց որ չկա այդպիսի պատմություն, չկա։ Բա ոնց է, դե որովհետև այդ խնդիրը փնտրենք մեր մեջ, որովհետև մենք օտարամոլ ենք։ Դա կա։ Չենք սիրում մեզ, համաձայն չեմ, չէ, ժողովուրդ իրականում էդի չի։ Վրաստանի բարի խմբերը այնքան գովազդված են, որ եթե իմ, չգիտեմ, Facebook-յան գովազդված են, Հայաստանում չեն ճանաչում բարեկամություն։ Բացարձ մի րոպե, Հայաստանում բարեկամությունը հենց թողնենք, Վրաստանում հիմա ես գիտեմ Սուխիշվիլին համերգից արի սկսենք, հետո կանդրադառնանք ուրիշտեղ Ես գիտեմ Սուխիշվիլին ինչա, Վրաստանում վրացին գիտի բարի պետականը, բարեկամությունը, չգիտեմ, մեր բարերը մենք չենք գովազդում մեր բարերը։ Նացիոնալիստ են, մեղմ ասած լավ են անում։ Մենք ինտերնացիոնալիստ ենք։ Լավ արտահայտություն ենք, լավ են անում։ Մենք չենք սիրում գովազդը։ Ինտերնացիոնալիստ ենք, գումարած եւ գիտես, այդ առումով մեր տղաների վիճակը շատ վատ է խմբերում, բացի պետական անսամբլներից, որ աշխատավարձով պրոֆեսիոնալ պարողներ են, ինքնագործ խմբերում հատուկեն ինքնագործ խումբ կա, որ տղաներ ունի։ 1, 2, 3 տղա, 4 տղա լինի թե չէ։ Օրինակ ես իմ ստուդիայում ունեմ 8 տղա, ես ինձ մեծ բանում լավ եմ զգում, որ ընդհանրապես ամբողջ ստուդիայում 8 տղա կա։ Նենց որ այնպես չի, որ ես ի պաշտոնե որ միության նախագահ եմ, իմ մոտ լիքը տղաներ պետք է լինեն, որովհետև ոչ բանակ տանելու ես խնդիր եմ լուծում, ոչ համալսարանի խնդիր եմ լուծում, դրա համար գալիս են ովքեր որ պատահաբար սիրում են։ Մենք այդ խնդիրը լավ ունենք եւ մեր օրինակ ես լինեմ տոմս առնողը, ես ազգային արժանապատվություն պետք է ունեմ, որքան էլ ուզում եմ տեսնեմ։ TV-ին միացրու նայի, բանը միացրու նայի, ինչու եմ գնում այդ գնով տոմս առնում եւ նայում օտարազգի համերգը տղաների, որ մեր հարևաններն են, բայց իմ անսամբլին չեմ գնում կամ գնում եմ 5 տարին մեկ։ Ստեղ էլ պետք է մի քիչ խոսի ազգային արժանապատվություն, թեկուզ քեզ զրկես մի փոքրիկ հաճույքից։ Այդ պահը չեմ հասկանում մեր ժողովրդի
Եթե մեր ժողովրդի Հուսով ենք ամեն ինչ լավ կլինի։ Համալիրում տեսեք կհասկանաք այդ ինչ է կատարվում մեզ հետ։ Հուսով ենք ամեն ինչ լավ կլինի, շնորհակալ ենք ձեզ։ Իրականում մենք խոսում ենք ձեր խնդիրներից, բայց հասկացանք, որ խնդիրները ձերը չեն, խնդիրը ազգային է, մեր ժողովրդի նկարագրի մասին է խոսում, որովհետև ոչ թե Պարի պետականը կամ Վանուշ Խանամիրյանի պարողը խնդիր ունի, այդ հայը խնդիր ունի։ Հայը խնդիր ունի, արժեքավորելու են ինչ ունի, որովհետև մենք միշտ արժևորել ենք օտարը, մենք բոլորս դա գիտենք, պատմության մեջ ոչինչ չի փոխվում, օտարն էլ, օտարամոլությունն էլ ու դրսին է մեզ համար միշտ շատ ավելի լավն է թվում, այդ դրա համար էլ դուք ասում եք, հա, ոնց եղավ, որ դրսի տղաների պարը նայում եք, մեր տղաներինը չեք նայում։ Ասում եք ամոթ, մի գնացեք բարի։ Մի գնացեք բարի։ Մի դեռ այնտեղ ամեն երկրորդը երևի ընտանիքում երեխային հաստատ, այսինքն հաճախում են բարի անգամ նրանց։ Բայց դե մենակ ձեզ չէ, մեզ ենք հաջողությունը։ Ես մի հատ մի փոքր ավելացնեմ, եթե թույլ կտաք ընդամենը, ես մի քիչ կապեր շատ ունեմ Վրաստանի միության նախագահի հետ, մենք շատ մտերիմ ենք։ Իրանց մոտ ընդունված կարգ կա, տղա ծնվեց, այդ տղան պետքա 5 տարեկանից մինչև 7-8 տարեկանը բարի գնա, հետո որոշի թե փոխումա ուրիշ ուր գնում։ Առաջին հերթին պետք է տղան ջիգիտը պիտի հայկական, վրացական կամ կովկասյան բարի վարպետ լինի, հետո նոր թող գնա կարատեի, թող գնա ֆուտբոլի կամ ինչ։ Այսպես մոտեցում կա։ Այդպես են փրկում իրավիճակը, միշտ լինում է պետական միջամտությամբ։ Այսօր այսքանը սիրելի հեռուստադիտողներ, կհանդիպենք վաղը, ցտեսություն։ Հաջողություն։